Ողջունում եմ բոլորիդ ընկերներ ջան, այսօր ուրբաթ է եւ արդեն մոտենում է իր ավարտին մեր աշխատանքային շաբաթը, ցանկանում եմ ձեզ հետ կիսվել երկուշաբթից մինչեւ ուրբաթ մեր աշխատանքային շաբաթվա արդյունքներով մեր թիմի հետ, որ աշխատել ենք, բացել ենք գործարքներ։ Ուրեմն տեսեք, սա High Trading Signals Telegram-յան ալիքն է, այստեղ նշում եմ գործարք բացելու ուղղությունը, տևողությունը, արժութային զույգը, միասին բացում ենք գործարքներ եւ վերցնում ենք պլյուսը։ Ուրեմն սա երկուշաբթի օրվա արդյունքներն են ու ամենակարևորը անմիջապես գործարքները բացելուց հետո ես տալիս եմ սիտուացիայի ու գրաֆիկի վերլուծությունը։ Այստեղ հարցնում եմ բոլորը պլյուս են թե ոչ, սա արդեն երեքշաբթի օրվա կարող եք տեսնել, սա արդեն ամսի 18-ը, եթե չեմ սխալվում, չորեքշաբթի օրվա մեր աշխատանքի արդյունքներն են, գործարքը արժութային զույգը, տևողությունը, ուղղությունը, ամեն ինչը նշում եմ, ստատիստիկան ընդհանուր տալիս եմ ու ամեն օր գրաֆիկի վերլուծությունը, ինչպես տեսնում եք, որ գրաֆիկում որ աշխատել ենք եւ բացել ենք գործարքներ, դրա վերլուծությունը տալիս եմ։ Այստեղ նաև նշում եմ ընդհանուր օրվա արդյունքը 1% ռիսկ օգտագործելու դեպքում պլյուս 3% ձեր դեպոզիտին ունեք։ Հարցնում եմ բոլորը պլյուս են այստեղ թե ոչ եւ եկեք տեսնենք, սա երեկվա մեր աշխատանքային օրն է, կրկին բավականին լավ աշխատել ենք, լավ արդյունքներ ենք ցույց տվել, լավ արդյունքներ ունենք։ Ու կրկին բացատրությունը տալիս եմ, իմիջիայլոց այս երեկվա սիտուացիայի բացատրության մասն էլ այսօր խոսելու ենք մեր վիդեոյում։ Եվ այսօրվա մեր աշխատանքային օրը կրկին լավ աշխատանքային օր ենք ունեցել, հա եղել է մեկ անգամ երկրորդ դագոն, բայց պլյուսը վերցրել ենք, արժութային զույգը փոխել ենք, եւս 2 պլյուս վերցրել ենք, բացատրությունը տալիս եմ անմիջապես եւ ընդհանուր օրվա արդյունքները։ Ցանկանում եմ այսօր մեկ կարևոր թեմայի մասին խոսել, մոտ 4.5 տարի արդեն ես զբաղվում եմ թրեյդինգով, ոչ մի անգամ ոչ միտեղ չեմ լսել այս կարևոր թեմայի մասին, ինչ որ մի թրեյդեր խոսի կամ առհասարակ շատ քիչ թրեյդերներ գիտեն սրա մասին։ Ուրեմն այսօրվա թեման Dow-ի թեորեմի մասին ենք խոսելու։ Բայց մինչև դրան անցնելը առաջարկում եմ ընտրենք մեկ արժութային զույգ, վերլուծենք, զուգահեռ բացենք գործարքներ եւ արդեն խոսենք Dow-ի թեորեմից։ Այստեղից բացում եմ իմ առաջին գործարքը ու եկեք հիմա անդրադառնանք Dow-ի թեորեմին։ Ուրեմն ընկերներ ջան, ով է Dow-ն։ Dow-ն դա եղել է լրագրող 1902 թե 1903 թվականներին Wall Street-ի թրեյդերներից վերցրել է, լինելով լրագրող, վերցրել է ինտերվյու, հարցազրույց եւ անմիջապես դրանից հետո կազմել է թրեյդինգի մասին հոդված։ Լինելով լրագրող, թրեյդինգի մասին հոդված կազմելով խոսքը շեշտը հիմնականում դրվել է գրաֆիկի եւ առհասարակ այս մոմերի ստրուկտուրայի մասին, այսինքն նա առաջաբերել, որ գրաֆիկը ընդհանուր ունի 3 ստրուկտուրա, դա դեպի վերև գնացող տրենդ, դեպի ներքև գնացող տրենդ եւ flat բակավոյ կոնսոլիդացիա ստրուկտուրան։ Ակնհայտ բան է, որ առհասարակ գրաֆիկը շարժվում է այդ 3 ուղղությամբ, սակայն ունի այդ 3 ստրուկտուրան, սակայն այսպիսի ճշգրտություն ու ավելի կոնկրետ տալը, հասկանալը, այդ թեորեմը ընդհանուր սովորելը շատ կարևոր է։ Դրա հետ զուգահեռ Dow-ն առաջաբերել, որ տրենդը լինում է 3 տեսակի՝ global trend, առաջնային global trend, երկրորդային trend եւ ոչ էական։ Ռուսերենով նիզначительный тренд, հայերենով ես եմ այդպես թարգմանել ոչ էական։ Բայց եկեք հիմա ուղղակի նկարներով, գրաֆիկի վրա օրինակներով ես ցույց տամ, թե որն է global trend-ը, որն է global trend-ային գիծը, որն է երկրորդական trend-ային գիծը եւ որն է ոչ էական։
թրենդային գիծը։ Եկեք սպասենք այս գործարքի ավարտին, տեսնեմ դագոն անհրաժեշտ լինելու բացել թե ոչ, ու շարժվենք առաջ։ Այնուամենայնիվ ոչ այդքան վստահ, բայց այստեղից պլյուսը վերցրեցի։ Եկեք հաջորդ գործարքը այստեղից եւս մեկ գործարք եկեք բացենք, քանի որ մտածում եմ, որ դեպի վեր շարժը կլինի, ու հիմա եկեք ըստ Դոյի թեորեմի ես ցույց տամ թրենդային գծերը, թրենդային 3 գծերը։ Ըստ Դոյի թեորեմի ինքը ուրեմն առաջաբերում այդ թրենդային գծերը ըստ time frame-ի, այսինքն գլոբալ թրենդային գիծը ըստ ամիսների, տարիների ձևավորած թրենդային գծի, երկրորդայինը ըստ շաբաթների եւ օրերի, իսկ արդեն ոչ էականը ըստ ժամերի 4 ժամանոց time frame-ով այնտեղ վերջին մի քանի մոմերի ստեղծած ոչ էական թրենդային գիծը։ Ուրեմն տեսեք, պատկերը սակայն հետեւյալն է, որ սա գլոբալ առաջնային թրենդային գիծն է, մոտավորապես սա երկրորդային թրենդային գիծն է, իսկ ոչ էականը արդեն այս սա է։ Հուսով եմ հասկացաք եւ պատկերացրեցիք ընդհանուր պատկերը ինչպիսին է, այդքան էլ բարդ չի սրա պատկերացումը, սրա մասին այդքան երկար չեմ ցանկանում խոսել, քանի որ ըստ Դոյի թեորեմի, ինչպես մենք առհասարակ օգտվում Դոյի թեորեմից եւ ինչ օգուտ կարող ենք վերցնել մենք դրանից։ Շուկան այսօր չափից դուրս իմպուլսները շատ են, շատ անկայուն է, կցանկանայի այստեղ 50-ական րոպենից վերցնել դագոն, եթե այս գործարքը պլյուս չլինի, բայց եկեք սպասենք։ Այնուամենայնիվ վերջին վարկյաներին կրկին ոչ այդքան վստահ, սակայն պլյուսը վերցրել ենք։ Ընկերներ ջան, ուրեմն հիմա ցանկանում եմ խոսել, այսքան բացատրեցի Դոյի թեորեմից, ով է առհասարակ Դոուն, ինչ թեորեման է առաջ բերել լինելով լրագրող, հիմա ցանկանում եմ այսքան խոսացածիցս, այսքան պատմածիցս հետո հասկանանք ինչ օգուտ կարող ենք ստանալ Դոյի թեորեմից եւ ինչպես կարող ենք այն օգտագործել, քանի որ այն շատ կարեւոր է, ես ինքս օգտագործում եմ բազմիցս, թե թիմում դրանով բացում են գործարքներ, թե ես հենց այդ ամեն ինչը իմանալով հաշվի առնելով բացում եմ գործարքներ։ Ուրեմն տեսեք, ընկերներ ջան, թրենդային 3 գծերից հետո արդեն գալիս է հասկացողություն մինի թրենդ կարեկցիաների մասին, այսինքն ընդհանուր թրենդի մեջ, այստեղ որ կարող ենք տեսնել, ընդհանուր թրենդի մեջ մինի թրենդային կարեկցիաներ կամ մինի թրենդեր։ Այդ ոչ էական թրենդային գծի վրա հիմնված, այսինքն այստեղ ակնհայտորեն վերցնենք լոկալ մասը այս գրաֆիկի, այսքան մասը վերցնենք, ունենք դեպի ներքև շարժվող թրենդ, ունի հստակ իր թրենդային գծերը, այսպես ասած ստեղծվել է միջանցք, ու գինը այս միջանցքում այսպեսի շարժումներով դիմադրության թրենդային թեք ուրովենից դեպի ներքև, աջակցությունից դեպի վերև տեղի ունենում այս շարժը, պարզ է, այսինքն հիմնական առաջնային թրենդային գիծը դա այս գիծն է, այս գծերն են։ Երկրորդը կարող են դիտարկել սա, իսկ արդեն ոչ էականը, արդեն ասեցի սա է, իսկ հիմա եկեք ավելի խորը դիտարկենք ոչ էական թրենդային թեք գիծը, եթե ես այսպես անցկացնեմ այս զուգահեռը թրենդին, կարող եմ տեսնել, որ մոտավորապես 1 րոպե տևողությամբ տեղի են ունենում դեպի վեր կարեկցիաներ, դեպի այս ոչ էական թրենդային թեք գիծը, այսինքն ես սա կարող եմ այս մասն էլ դիտարկել որպես մինի թրենդ, ընդհանուր թրենդի մեջ ըստ Դոյի թեորեմի ոչ էական թրենդային թեք գծի հիման վրա ստեղծվել է նոր միջանցք,
դնի համար գինը մտել է նոր աշխատանքային միջանցք, որտեղ որ տեղի են ունենում աշխատանքներ, գործողություններ, թրեյդերները այնտեղ կամ գնում են կամ վաճառում են։ Ընդ որում, այդպիսի պատկեր տվյալ թրենդում բազմիցս կրկնվել է ու բազմիցս երևում է։ Օրինակ, տեսեք, այստեղ եւս եթե վերցնեմ երկրորդայինը սա, ոչ էական թրենդային գիծ կարող է լինել օրինակ սա, կրկին, այստեղ 2 րոպեանոց դեպի վեր կարեկցիաներով շարժվում է դեպի վեր ըստ ոչ էական թրենդային թեք գծի։ Ոչ էական թեք գիծը թրենդային առաջաբերում մինի թրենդ կարեկցիաներ։ Մինի թրենդեր ընդհանուր թրենդի մեջ ընդ որում ասեմ բավականին ուժեղա, ինչքան էլ անունը օրինակ ոչ էական թրենդային քեք գիծը այնուամենայնիվ օժտված է բավականին ուժով։ Ես հիմա ասում եմ, թե ես որտեղ եմ օգտագործում քեյչինգ ստրատեգիայի ժամանակ, երբ տեղի են ունենում այսպիսի ակտիվ հոսքեր դեպի վեր, այսպիսի ակտիվ հոսքերը ունեն բավականին անկայունություն ու բավականին անկայուն թրենդային թեք գծեր, այսինքն ուղիղ դեպի վեր շարժվող օրինակ այս պատկերում չգիտեմ, թրենդային թեք գիծը ակտիվ շարժման ժամանակ եթե վերցնեմ սա, որքան անկյունը սուր է, այնքան այն հեշտ է հետո պրաբոյ լինելու ու հատվելու։ Բնականաբար սրանք ունեն բավականին անկայունություն, սակայն նման ակտիվ հոսանքների ժամանակ վերլուծելով գրաֆիկի նախկին սիտուացիաները, հետազոտելով, տեսնելով, որ արդյոք այն շարժվում է այդ ակտիվ հոսանքի ժամանակ մինի կարեկցիաներով, որոնք որ արդեն գիտենք ինչի վրա են հիմնված եւ ինչի վրա են ստեղծվում, այո, ու կարող ենք ըստ դրա արդեն վերլուծել եւ հասկանալ ինչ պատկեր է մեզ պետք տվյալ անկայունությունից հնարավորինս խուսափելու համար եւ հնարավորինս հետագայում դագոնները վերցնելու, պլյուսները վերցնելու համար։ Օրինակ, տեսեք, այս կետում, այս զոնայում եղել է ընդհանուր գրաֆիկը ակտիվ դեպի վեր շարժ կա, այստեղ կան այդ մինի թրենդային կարեկցիաները, մինի թրենդերը այստեղ ընթանում են ու եկեք հիմա այստեղից կարող եմ ես դնել թրենդային թեքից, այսպես նշել ու կարող ենք այսպես 5 վայրկյան time frame-ում հասկանալ, թե օրինակ այս պահից սկսած ինչ ձև է ընթացել, ինչ տիպի է այս թրենդային թեք գծին գրաֆիկի հպումները, այնուհետև ինչ ատկատ են տվել ու տեսնում են գրեթե բոլոր հպումներից, գրեթե բոլոր անգամ երբ մոտեցել այս թրենդային թեք գծին, այս ինտերվալում իհարկե այստեղից մինչև այստեղ գրեթե բոլոր անգամներն էլ 1 րոպե եւ ավել դեպի վեր իր ռեակցիան տվել է։ Գումարած դրան, ընկերներ ջան, այստեղ եթե հիմա նայում եք, ասում եք օրինակ կապրաբոյլ, այստեղ կապրաբոյլ, բայց ըստ քեյչինգի ես նույնիսկ հենց հիմա նայում եմ ու տեսնում եմ, որ վերջին 3 վայրկյանների մոմերը բացարձակապես ինչ որ դեպի վեր գործարք բացելու նշաններ ցույց չեն տալիս։ Հարցերի դեպքում, ընկերներ ջան, ներքևում նշված է իմ Telegram-ը, անմիջապես նամակների ես եմ պատասխանում։ Կարող եք ուսումնասիրել վիդեոն նայել, գալ եւ այնտեղ ինձ տալ հարցեր կապված թրեյդինգի հետ, ընդհանուր ինչ որ եթե անհասկանալի բաներ կան, ես միշտ պատրաստ եմ բացատրել, ասել, քննարկել, ցույց տալ նույնիսկ։ Ցանկացողները կարող են միանալ մեր Telegram-յան ալիքին, կրկնել մեր գործարքները, իմ գործարքները, կաշխատենք միասին։ Բոլորիդ եւս մեկ անգամ մեծ շնորհակալություն, հաջողություն։